Բարև ձեզ, Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր հունիսի 15-ն է, երկուշաբթի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվանից տուն որոշում է կայացրել 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանան նոր խորհրդարանում։ Ըստ այդմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կստանա նաև ազգային փոքրամասնությունների ևս 3 մանդատ, իսկ Ուժեղ Հայաստան դաշինքը ևս 1 մանդատ։ Հովակիմյանը հավելել է նաև, որ օրենքի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել սահմանադրական դատարանում։ Ազգային մանդատները բաշխում են հետևյալ կերպ. Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 61 մանդատ, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք 28 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասի համապատասխան ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները կուսակցությունների միջև բաշխվում են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 3 մանդատ, այն է ազգային փոքրամասնություններից եզդի, ռուս եւ քուրդ մանդատները եւ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին ազգային փոքրամասնության 1 մանդատ, այն է ասորի ազգային փոքրամասնության մանդատ։ 5 ընդունելով վերագրյալ է եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն ընտրվել է եւ մանդատները բաշխվում են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 61 մանդատ, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք 28 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Ընտրական ցուցակների երկրորդ մասից մանդատ ստացող ազգային փոքրամասնությունների եզդի քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ռուս քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ասորի Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք, քուրդ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից, ցույց որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան որոշման հրապարակման օրվանից 5-րդ օրը մինչև ժամը 18:00։ 3 տեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ հայտարարություն է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ընտրողների իրական կամքի պաշտպանությունը եւ ընտրությունների արդյունքի օրինականության ապահովումը։ Այդ պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ընտրի այն միջոցը, որը տվյալ պայմաններում անհրաժեշտ է, համաչափ է եւ չի առաջացնում ավելի մեծ աղավաղում, քան այն խախտումը, որի հետևանքը պետք է վերացվի։ Մասնակի վերաքվեարկության դեպքում առաջանում է հետևյալ խնդիրը։ Հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։ Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում։ Նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը։ Տվյալ դեպքում ընտրությունների մասնակիցների 99.8%։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամ արտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Այս ռիսկը սովորաբար բնութագրվում է որպես տակտիկական քվեարկություն։ Վենետիկի հանձնաժողովը ևս ընդունել է, որ մասնակի վերաքվեարկությունը միշտ չէ, որ պատշաճ միջոց է։ 2025 թվականի հրատապ զեկույցում նշվում է, որ եթե խախտումները վերաբերում են միայն որոշ տեղամասերի, ապա արձագանքը սկզբունքորեն կարող է սահմանափակվել այդ տեղամասերով։ Սակայն նույն մոտեցումը ունի կարևոր բացառություն։ Մասնակի վերաքվեարկությունը չի կարող պատշաճ միջոց լինել, եթե այդ տեղամասերում նոր քվեարկությունը տակտիկական քվեարկության հնարավորության պատճառով չի երաշխավորի արդար ընտրական արդյունք։ Հավասար ընտրական իրավունքի տեսանկյունից ևս խնդիրը ակնհայտ է։ Վերաքվեարկությունը կարող է խախտել ընտրողների հավասարությունը, քանի որ ընտրողների մեկ խումբը հայտնվում է մյուսներից էապես տարբեր ելակետային պայմաններում։ Այս հարցում կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի մոտեցումը, ըստ որի ընտրական խախտումների հետևանքները գնահատելիս պետք է պաշտպանել նաև այն ընտրողների իրավունքները, որոնք իրենց ընտրությունը կատարել են օրինական ճանապարհով։ Եթե հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողների կամքն արդեն օրինական ձևով արտահայտվել է, ապա հետագա վերաքվեարկությունը չպետք է երկրորդային եւ հաշվարկված
ընդգրկված ազդեցություն ունենա այդ կամքի վրա։ Հետևաբար, կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն նշանակելու հարցում պետք է հաշվի առնի նաև, թե արդյոք վերաքվեարկության ժամանակ ապահովելու է նույն ազատ եւ հավասար միջավայրը, ինչ հիմնական քվեարկության օրը։ Արդյոք հայտնի արդյունքը չի ստեղծում տակտիկական քվեարկության ռիսկ։ Արդյոք չեն խաթարվի արդեն օրինական քվեարկած ընտրողների իրավունքները։ Արդյոք ապօրինի կամ կոռուպցիոն ազդեցության աղբյուրները չեզոքացված են։ Եթե այս հարցերի պատասխանը ցույց է տալիս, որ վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար եւ արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։ Վերաքվեարկություն չնշանակելը նման դեպքում չի նշանակում խախտումը անտեսել։ Դա նշանակում է չընտրել այնպիսի միջոց, որը կարող է ավելի խորացնել ընտրողների կամքի աղավաղումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է առաջնորդվի ոչ թե մեխանիկական վերաքվեարկության տրամաբանությամբ, այլ սահմանադրությամբ երաշխավորված ազատ եւ հավասար ընտրության, համաչափության եւ ընտրողների իրական կամքի պաշտպանության սկզբունքներով, որպես սահմանադրությամբ ընտրությունների օրինականությունը վերահսկող անկախ մարմին։ Երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել Հայաստանի տարածքը։ Ավելի վաղ Քոչարյանի գրասենյակից հայտնել էին, որ նա երրորդյա այցով մեկնում է Հայաստանից, նշելով, որ այցը կրում է անձնական բնույթ։ Հիշեցնենք, օրեր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն Զվարթնոց օդանավակայանում իրավապահ մարմինները դա թույլ չեն տվել։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Արցախի նախկին պետնախարար կեղծ մեղադրանքներով Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու։ Նա այդ մասին հայտարարություն է տարածել եւ հավելել է, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակվելուց ի վեր հայ բանտարկյալների ընտանիքները փաստացի զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր մարդասիրական անկախ կապից։ Միջազգային այն մեխանիզմները, որոնք նման իրավիճակներում պետք է պաշտպանեն մարդուն, գործնականում չեն աշխատում։ Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։ Դիմում եմ Ադրբեջանի օմբուդսմեն Տիկին Սաբինա Ալիևային եւ նրա գրասենյակին, խնդրելով աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու պաշտոնական հանդիպմանը։ Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն եւ նրանց ընտանիքներից ծանրոցների, լուսանկարների, նամակների եւ օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը, նշել է Վերոնիկա Զոնաբենդը։ Միացյալ Նահանգները եւ Իրանը համաձայնության են եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ եւ պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը հունիսի 19-ին Ժնևում։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Պակիստանի վարչապետ Շաբազ Շարիֆը։ Թեև կողմերը եկել են համաձայնության, սակայն երեկ Իսրայելը կրկին հարված է հասցրել Լիբանանին, ինչը քննադատության էր արժանացել ինչպես Իրանի, այնպես էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Երեկ երեկոյան Պակիստանը հայտարարեց Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև համաձայնագրի եւ տարածաշրջանում, այդ թվում Լիբանանում, հրադադարի մասին։ Պակիստանի վարչապետը X սոցիալական ցանցում գրառում է կատարել։ Ինտենսիվ բանակցություններից հետո մենք ուրախ ենք հայտարարել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի կնքման մասին։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ եւ մշտական դադարեցման մասին։ Պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի կունենա ուրբաթ հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Մի քանի րոպե անց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր հերթին հայտարարեց Հորմուզի նեղուցում երթևեկության վերականգնման եւ Իրանի դեմ ծովային շրջափակման վերացման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատեց, որ համաձայնություն է ձեռք բերվել եւ հայտարարեց, որ ինքը թույլատրել է վերացնել Հորմուզի նեղուցում իրանական նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը։ Շնորհավորում եմ բոլորիդ, աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները, թող նավթը հոսի։ Այսօրվանից Ամերիկայի Միացյալ Նահանգները կդադարեցնի Իրանին ծովային շրջափակում, ինչպես նաև անհապաղ եւ մշտական կդադարեցնի ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, իր հերթին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Նա նշել է, որ 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, նրա միջուկային ծրագիրը, երկրի վերակառուցումը եւ տնտեսական զարգացումը, ինչպես նաև ապագա համաձայնագրով ստեղծված պարտավորությունների կատարման մոնիթորինգի մեխանիզմը։
Փոխարտգործնախարարը ընդգծել է, որ բանակցությունների մեկնարկը կախված է ԱՄՆ գործողություններից, մասնավորապես ռազմական գործողությունների դադարեցումից, Հորմուզի նեղուցի շրջափակման վերացումից եւ Իրանի ակտիվների ապասառեցումից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի վաղ հայտարարել էր, որ նեղուցի վերաբացմանը զուգընթաց կմեղմացնի իրանական նավահանգիստների շրջափակումը եւ կհամաձայնի մեղմացնել պատժամիջոցները, Իրանին թույլ տալու ավելի շատ նավթ վաճառել եւ ամրապնդել իր քայքայված տնտեսությունը։ Ավելի վաղ իրանական պետական հեռուստատեսությունը ցուցադրել էր պաստառ, որի վրա գրված է եղել. Ամերիկայի Միացյալ Նահանգները ստիպված է ստորագրել պատերազմը դադարեցնելու համաձայնագիր։ Այնուհետև իրանական Մեհեր լրատվական գործակալությունը հրապարակել է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև փոխհմբռնման հուշագրի նախագիծը, որը բաղկացած է 14 կետից։ Դրանք են. Ռազմական գործողությունների հրատապ եւ անժամկետ դադարեցում բոլոր ուղղություններում, այդ թվում Լիբանանում, Միացյալ Նահանգների երաշխիքներն Իրանի ներքին գործերին չմիջամտելու եւ Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը ճանաչելու վերաբերյալ, ծովային շրջափակման ամբողջական վերացում 30 օրվա ընթացքում, Միացյալ Նահանգների զինված ուժերի դուրսբերումն Իրանի մերձակա տարածքներից, Հորմուզի նեղուցով ազատ նավարկության վերականգնում, իրանական նավթի արտահանման սահմանափակումների դադարեցում, Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները պատրաստում են $300 միլիարդ ծրագիր Իրանի ենթակառուցվածքները վերականգնելու համար։ Վերջնական համաձայնագիր պատրաստելու համար 60-օրյա ժամկետով բանակցություններ։ Թեհրանի հանձնառությունը հրաժարվել միջուկային զենքի արտադրությունից։ Վաշինգտոնի պարտավորությունը բանակցությունների ընթացքում լրացուցիչ պատժամիջոցներ չկիրառելու կամ տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը չմեծացնելու վերաբերյալ։ Իրանի $24 միլիարդ արժեքով ակտիվների ապասառեցում։ Համաձայնագրերի կատարման մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում։ Վերջնական համաձայնագրի հաստատումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևով։ Վերջնական բանակցությունները կսկսվեն միայն Իրանի սառեցված ակտիվների կեսի ապասառեցման, նավթային պատժամիջոցների մեղմացման եւ ծովային շրջափակման վերացման պարագայում։ Չնայած կողմերի պայմանավորվածությանը Իսրայելը 3 կրկին հարվածներ հասցրեց Լիբանանին, ինչը արժանացավ Թեհրանի կոշտ արձագանքին։ Կիրակի առավոտյան Բեյրութի հարավում գտնվող Դահիա թաղամասի վրա իսրայելական հրթիռներ արձակվեցին։ Իսրայելական բանակը պնդեց, որ հարվածները ուղղված են եղել Հեզբոլլահի թիրախներին։ Իսրայելցի պաշտոնյաները ավելի ուշ հայտարարեցին, որ սպասում են պատասխան հարվածների Իսրայելի տարածքում։ Իսրայելական հարվածներից հետո իրանցի բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ում գրառման մեջ նշեց, որ Բեյրութի հարավային արվարձանների վրա Իսրայելի վերջին հարձակումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները չունի կամք եւ կարողություն կատարելու իր պարտավորությունները։ Եթե դուք չունեք կամք կամ միջոցներ կատարելու ձեր պարտավորությունները, ապա իմաստ չունի նույնիսկ մտածել այս ճանապարհով գնալու մասին։ Նույն օրը Truth Social հարթակում կատարվածին անդրադարձել է նաեւ Թրամփը։ Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար, հատկապես այն հատուկ օրը, երբ մենք այդքան մոտ ենք Իրանի հետ խաղաղության համաձայնագրին։ Իրանական կողմի հրապարակումների համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է բանակցությունների վերջին փուլից առաջ ապասառեցնի իրանական մոտ $12 միլիարդ ակտիվներ, իսկ 60 օրվա ընթացքում եւս $12 միլիարդ, որի ընթացքում կգործի հրադադարը եւ կշարունակվեն խորհրդակցությունները։ Սակայն Վաշինգտոնը հերքել է բանակցություններից առաջ $12 միլիարդ ակտիվները ապասառեցնելու իր պարտավորությունը։ Իրանը վնասի արժեքը գնահատել է $300 միլիարդ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները պետք է ներկայացնեն վերակառուցման ծրագիր։ Արտգործնախարարի տեղակալը նշել է, որ բանակցությունների մեկնարկը կախված է ԱՄՆ գործողություններից, մասնավորապես ռազմական գործողությունների դադարեցումից, Հորմուզի նեղուցի շրջափակման վերացումից եւ իրանական ակտիվների ապասառեցումից։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել էր, որ համաձայնագիրը ստորագրվելու էր Կիրակի օրը իր 80-ամյակի առթիվ, սակայն ըստ Պակիստանի ստորագրումը ի վերջո հետաձգվեց մինչև հունիսի 19-ը։ Ամերիկացի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Չինաստանի նախագահ Սի Ցինպինին Իրանի հետ հակամարտության կարգավորման գործում ցուցաբերած օգնության համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իրանի հետ կնքված համաձայնագիրը անվանել է Միացյալ Նահանգների մեծ հաղթանակ։ Նա նշել է, որ համաձայնագիրը կարող է փոխել Մերձավոր Արևելքը հաջորդ 50 տարիների ընթացքում։ Այն կավարտի պատերազմը, այն Մերձավոր Արևելքն ավելի գրավիչ կդարձնի ներդրումների համար։ Դա կնշանակի բարգավաճում եւ էներգակիրների գների իջեցում ամերիկյան ժողովրդի համար, ասել է Վենսը։ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն գոհ է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև կնքվելիք համաձայնագրի պայմաններից։ Ալլահ Ղալաչյան, Հորիզոն։
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես հունիսի 14-ին Կապան քաղաքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կավարտի հանքավայրի տարածքից դեպի քաղաքի փողոցները դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսք է տեղի ունեցել, ինչը հանրային մտահոգությունների առիթ է տվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ։ Վարույթի շրջանակներում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, այդ թվում տեղում կատարվել են ջրերի նմուշառումներ, դրանց բաղադրությունն ու հնարավոր ազդեցությունը պարզելու համար։ Լաբորատոր հետազոտությունների արդյունքների և վարույթի ընթացքի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն, ասվում է հայտարարության մեջ։ Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում դասախոսներն ու ուսանողները դադարեցրել են դասերը և վարչական աշխատանքը, հայտարարելով բոյկոտ։ Պատճառը մասնաճյուղի նախկին տնօրեն Կարեն Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ստեղծված կառավարչական իրավիճակն է։ Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում մասնաճյուղի դասախոսները նշել են, որ մինչ պաշտոնավարման ժամկետի ավարտը եղել է հավաստիացում, որ Պետրոսյանը նշանակվելու է ժամանակավոր պաշտոնակատար, սակայն առանց հրապարակային հիմնավորման որոշումը փոխվել է և մասնաճյուղի ղեկավարի պարտականությունները դրվել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորի վրա։ Սա դժգոհություն է հարուցել բուհում։ Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում առավոտից բոյկոտ է։ Մայիսի 30-ին է լրացել բուհի տնօրեն Կարեն Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը։ Մայրբուհից տեղի աշխատակազմին վստահեցրել են, որ մինչև նոր մրցույթ նա կշարունակի աշխատանքը որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Սակայն հունիսի 10-ին հայտնի է դառնում, որ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող է գործողվում մայրբուհից պրոռեկտոր Մխիթ Հարաստանյանը։ Գյումրիի դասախոսական կազմը և ուսանողները վրդովված են ոչ այնքան կադրային փոփոխությունից, այլ նրանից, որ իրենց կարծիքը հաշվի չի առնվել, և դրա հետևանքով մասնաճյուղում ստեղծել են կառավարման ճգնաժամ։ 10 օր մի շաբաթ հարցը քննվում է եւ ուզում ենք, որ մեզ հետ հանդիպեն, խոսեն, որովհետեւ մեկը նախաձեռնություն չի հայտնել։ Կամ որ նոր նշանակված անձը գալիս, ասում է ես միայն որ պատորեն եմ գալու մի ժամով ու ստորագրեմ թղթեր քննամ։ Մենք մեր մոտ հարց է առաջանում, ստեղած թիմը ինտենսիվ աշխատում է 40 ժամ շաբաթական։ Հիմա եթե դուք շաբաթական մի ժամ եք աշխատում, ստացվում է որ դուք 40 անգամ մեր process-ները հետ եք գցում։ Սա անընդունելի կառավարման մոդեցում է մեզ համար։ Մասնաճյուղում նշում են, որ համալսարանի ղեկավարությունը չի արձագանքում որոշման պատճառներին, չի եղել նաև հրապարակային հայտարարություն։ Այսօրվանից բոյկոտ հայտարարած դասախոսներն ու ուսանողները մեկ պահանջ եւ խնդրանք ունեն՝ մինչև տնօրենի ընտրության մրցույթը ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Կարեն Պետրոսյանին։ Եթե բերում են մի մարդ, որը անտեղյակ է մեր օրակարգի խնդիրներին եւ մյուս հարցերին, հետեւաբար նաեւ կադրերին, հետեւաբար ուրեմն մենք աշխատում ենք մեր երկրի զարգացման բարգավաճման համար, հետեւաբար այս process-ում տեղի կունենա մեր գիտության զարգացման, կրթության զարգացման եւ կրթական տարբեր օրակարգերի ճիշտ ասած հետընթաց, որը մենք չենք ցանկանում։ Եվ այս է մեր պատճառը, իսկ նշանակել որևէ մեկին նշանակելու համար մենք գիտենք ապրում ենք ժողովրդավարական երկրում եւ պետք է նաեւ հաշվի առնել կոլեկտիվի կարծիքը։ Բույս պահանջվել է առնվազն 8 տարի հասնելու այն ամենին, ինչ այս պահին ունի, եւ ստեղծվել է մի իրավիճակ, որը նսեմացնում է այդ ստեղծվածը, ապա մենք իհարկե ցավ ենք ապրում դրա համար եւ չենք կարող հաշտ լինել դրա հետ։ Եվ սա process է, որով մենք հայտնում ենք մեր անհաշտությունը դրա հետ եւ անհարգալից վերաբերմունքը նաեւ, քանի որ ներկայացվել է բուհը եւ անձնակազմը որպես ընտանիք, իսկ մեր բարոյական ընկալումներում ընտանիքի հետ այդպես չեն վարվում։ Բանախոսների համոզմամբ նոր նշանակված պաշտոնակատարի կառավարման ձևաչափն ու աշխատանքային մոտեցումները անհամատեղելի են առօրյա գործունեության հետ։ Բողոքող կողմի պնդմամբ շաբաթական ընդամենը մեկ անգամ մասնաճյուղ այցելելու եւ այդ ձևաչափով կրթական ու վարչական գործընթացները համակարգելու մոտեցումը չի կարող ապահովել բնականon աշխատանք։ Հենց այդ պատճառով էլ մասնաճյուղում դադարեցրել են կրթական եւ վարչական գործընթացները։ Մենք ունենք շրջանավարտ 2030 ծրագիրը ու երկու կարևոր կառույցներ Հայաստանում վերցել էին այդ ծրագիրը, վերապատրաստումներ են սկսել եւ այլն, ու այդ ամբողջ գործընթացը դադարեցվել է, այսինքն կարող ենք այստեղ շեշտել, որ մեր բուհի կառավարման համակարգը կատված է հարելին։ Այս բան համալսարանում բոյկոտ է եւ որը շատ վատ ազդեցություն կարող է ունենալ համալսարանի ընդունելության համար։ Էդելա չէ կանգնել։ Այո, այս բանին ընդունելությունը ընդունող հանձնաժողովը եւս դադարեցել է իր գործընթացը։ Քաղաքական ենթատեքստ կա արդյոք ստեղծված իրավիճակի հիմքում, կապված այն նախկին տնօրենի գործունեության կամ նրա հնարավոր վերանշանակման հետ այլ պաշտոնում։
Այս հարցերին բոյկոտի մասնակից դասախոսներն ու վարչական աշխատակիցները պատասխան չունեն։ Նրանք պնդում են, որ իրենց պայքարը քաղաքական չէ եւ որևէ անձի շուրջ չէ կենտրոնացված, այլ վերաբերում է որոշումների կայացման գործընթացին ու բուհի նկատմամբ վերաբերմունքին։ Պարոն Պետրոսյանը այս մասով մտահոգություն չունի, որ կարող է մրցույթին մասնակցենք ու այնտեղ հարցը չլուծվի կամ լուծվի։ Եթե մրցույթին կմասնակցի եւ չի անցնի, ոչ մի խնդիր, բայց մինչեւ մրցույթին մասնակցելը չի կարելի մարդուն ասել դուք շարունակելու եք ձեր թիմով, հետո վերջին պահին ասել մեր ընկալումներում բան է փոխվել, դուք գնացեք։ Բայց մայր բոլոր այս տրամադրվածությունը արդյոք չի հուշում, որ մրցույթին մասնակցելուց հետո էլ Պետրոսյանը չի ընտրվում։ Մեզ հուշում է, բայց ենթադրությունները թողնում են ձեզ։ Բոյկոտին զուգահեռ բուհում ստորագրահավաք են սկսել։ 650 ուսանող ունեցող բուհում ստորագրահավաքին միացել է արդեն ավելի քան 200-ը։ Մինչև այդ դադարեցված են կրթական եւ վարչական բոլոր գործընթացները, չեն անցկացնի նաեւ քննաշրջանին նախատեսված քննություններն ու ստուգարքները։ Իրավիճակի վերաբերյալ Կարեն Պետրոսյանից եւ Մայր բուհի պրոռեկտորից պարզաբանումներ ստանալու մեր փորձերը մնացին անարձագանք։ Երկուսն էլ չեն պատասխանում հեռախոսազանգերին։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Առանց համայնքային միջոցների, պարզապես բնակիչների ջանքերով ու անհատի բարերարությամբ նոր միջավայր երեխաների առողջ ապրելակերպն ապահովելու համար։ Տեքստիլ թաղամասում մինի ֆուտբոլի մարզադաշտ է բացվել։ Նախաձեռնությունը եւ ֆինանսական աջակցությունը Միացյալ Նահանգներում բնակվող գյումրեցի Ալբերտ Վարդանյանի ընտանիքինն է։ Գաղափարի իրականացման եւ մարզադաշտի կառուցման օգնականները թաղի բնակիչներն են։ Տեքստիլ թաղամասի ֆուտբոլասեր երեխաներով հավաքվել ու իրենց թիմն են ստեղծել։ Խաղերը Բաքվում են կազմակերպել դասերից հետո եւ արձակուրդների ընթացքում սպորտով զբաղվելու լավագույն տարբերակն է նրանց համար։ Խաղահրապարակ ու խաղատաշտ չունենալն անգամ հետ չի պահել ֆուտբոլից, իսկ այս ամառը հաճելի նորությամբ է բացվել պատանի ֆուտբոլիստների համար։ Ամառային մարզումներն են անցկացնում նոր մարզադաշտում։ Երեխաների սպորտով զբաղվելու եւ առողջ ապրելակերպ վարելու խրախուսման նախաձեռնությունը թաղի բնակիչներից Ալբերտ Վարդանյանինն է։ Լավ խաղակ չեմպիոն դառնանք, որ մենք ձեզնով բարձրանանք, որ մեր լալայանով բարձրանանք, աշխարհի ծանրամարտի ծանր քաշի չեմպիոնով, այդպես դուք լավ ֆուտբոլիստներ դառնաք։ Թաղի երեխաների սիրելի Ալիկ Պապը մոտ 30 տարի է Գյումրիում չի ապրում, բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, բայց ամեն ամառ գալիս է հարազատ քաղաք, ընկերություն է անում թաղի երեխաների հետ, տեսել է, թե ինչպես են անհարմար պայմաններում նրանք ֆուտբոլ խաղում։ Ալբերտ Վարդանյանի ցանկությունն է եղել իր հին թաղում մարզադաշտ կառուցել, որտեղ կկարողանան երեխաները սիրած սպորտաձևով զբաղվելու դառնալ շարունակողը Արարատ 73-ի երբեմնի ավանդույթների։ Արարատ 73-ի խաղացողների 50%-ը հրավիրված են Շիրակից։ Այլո Շաֆուրման Աբրամյաններ, Լևոն Իշտոյան, Արկադիա Անդրասյան, Հովհաննես Զանազարյան, 11 հոգուց 5-ը եղել են Շիրակի նախկին խաղացողներ, որոնք հրավիրվել են Արարատ Շիրակ ֆուտբոլային ակումբից։ Շիրակը եղել է Հայաստանի երկրորդ թիմը Արարատից հետո։ Տեքստիլ թաղամասի Տոլստոյ եւ Չայկովսկի փողոցների խաչմերուկի այս հատվածը նախկինում աղբանոցի էր վերածված։ Տնակների ապամոնտաժումից մնացած հսկայական շինաղբին կենցաղային աղբն ու այլ կոշտ թափոններն էին ավելանում։ Մոտ 500 քառակուսի մետր մակերեսով տարածքից 12 բեռնատար աղբ են հեռացրել։ Մաքրել են նաև շրջակա տարածքը, որ այն սպորտին ծառայի։ Աղբանոց էր, քարերը ամբողջը մաքրեց, սարքեց, շատ գեղեցիկ, տեսքին աչքին հաճելի տեսք։ Լրիվ իրամիջոցներով սարքեց երեխեքին այս մեծ նվերը արեց, որի համար երևի թե միշտ կհիշեն երեխեքը, սերունդ կհիշվի ինքը։ Ֆուտբոլի մինի դաշտ ունենալու ձեռնարկին թաղի բնակիչներով են միացել, մեծով, փոքրով, ով ինչով կարողացել է օգնել է Ալիկ Պապին։ Փողոցի բանուկ հատվածից մարզադաշտը հեռու է, անվտանգ ու հարմար միջավայր երեխաների համար։ Հետնել հարևանների տան ապակիները գնդակի հարվածներից չեն կոտրվի։ Մենք փողոցը քարով խաղայինք, սաղ մարկած շուշեկը կճարտեինք, սաղ բողոք էինք, բայց երբ որ Ալիկ Պապը դաշտը սարքեց, արդեն հեշ մարդու էլ չենք խանգարել։ Ու զարգենք կսաղի շուշեկը ճարտենք ու բողոք էինք, մենք խնդրեցիք Ալիկ Պապին ինքն է սարքեց։ Երբ մենք խաղում ենք փողոցներում, ավելի շատ ավտոմեքենաներ են գալիս եւ ինձ թվում է կարող է դա վատ վերջանալ եւ հիմա դաշտը որ կա, մենք խաղում ենք, շատ ապահով ենք։ Ալիկ Պապը երբ որ տեսավ,
որ մենք փորձենք այստեղ ֆուտբոլի դաշտ արկենք խաղանք, օգնես մեզի ու սարքեց այս դաշտը։ 3 տարեկանից մինչև ես 73 եմ, բոլորս աշխատել ենք։ Նույնիսկ այն պահերով հող են վերցրել, տելեշկա հող են տեղափոխել, երեխեքը մանր երեխեքը դաշտը մաքրել են, այստեղ լրիվ աղբանոց էր, այս աղբը լրիվ տեղափոխվել էր դաշտ։ Ամեն մեկը իրանց զոդողները, էլեկտրիկները, բոլորը այն որ ունեցել են այդ մասնագիտությունը, եկել են, ամեն մեկը իրանց գործը արել են։ Մեր բոլոր սաղ մեծից փոքր։ Ալիկ Պապի հիմնած մինի մարզադաշտը նաև անունն ունի։ Թորնիկը, ով եւս բնակվում է Լոս Անջելեսում, ցանկացել է, որ Յուվենտուսի անունով կոչեն։ Նա այժմ մարզվում է նույնանուն պատանեկան թիմում եւ այս մարզաձևում հաջողություններ ունի։ Մենք այդ Լոս Անջելեսի մանկապատանեկական Յուվենտուս թիմի լավագույն խաղացողն է ասել Սիդեն այդ թիմի։ Ու հույս ունեմ, որ եկող տարի մենք կտեսնենք իմ թորնիկին ամառային արձակուրդին այստեղ այս երեխաների հետ ֆուտբոլ խաղալուց։ Մինի ֆուտբոլի մարզադաշտը միայն տեքստիլ թաղամասի բնակիչներինը չէ։ Ալբերտ Վարդանյանն առաջարկում է մյուս թաղամասերում եւս ֆուտբոլային թիմեր ձևավորելու բակային հանդիպումներ կազմակերպել։ Մի նախաձեռնությունն էլ ունի հուլիս-օգոստոս ամիսներին մտադիր է ոչ միայն Գյումրիի, նաեւ մարզի բակային թիմերի մինի ֆուտբոլի առաջնություն կազմակերպել։ Եթե մրցաշարի, ասենք, ինչ որ պրիզ լինի, այդել մենք Ամերիկայից իմ ընտանիքը նորից ենք որոշակի գումար կտրամադրի։ Վարդանյանների ընտանիքը ցանկություն ունի հաջորդ տարվա ամռանն էլ մինի ֆուտբոլի դաշտինքից մանկական խաղահրապարակ ստեղծել։ Տարածքի բարեկարգումն ու կարուսելների հարցը իր միջոցներով է լուծելու։ Մնում է տարածքում եղած աղբամանների տեղափոխման հարցը կարգավորել։ Դրա համար արդեն դիմել է քաղաքային իշխանությանը։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube անալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։